2014 օգոստոս, նոյեմբեր, 2015 հունվար, մարտ, ապրիլ, սեպտեմբեր։ Ժամանակ առ ժամանակ մեկ տարվա ընթացքում հակառակորդը իր գոյության մասին առանձնակի սրացումներով է հիշեցրել։ Վերջին լարվածությունը տավուշում նորություն չի համարում ռազմական փորձագետ Կարեն Վրդանեսյանը։ Այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին մերն է, միշտ լինում են որոշակի իրադարձություններ, որոնց հետ կարելի է կապել Ադրբեջանի ակտիվությունը։ Ուստի եւ Շանթ 2015-ն այս տեսանկյունից չի առանձնանում։ Զորավարժություններ անընդհատ անում է եւ Ադրբեջանը եւ Հայաստանը ու դա ասենք նորմալ է, հա, ինչ որ զարմանալի նոր բան չկա։ Ուղղակի Շանթ 2015-ը իր մասշտաբով, իր նաեւ ոչ ռազմական կառույցների ներգրավվածությամբ մեր տարածաշրջանի համար բավականին եզակի երևույթ էր։ Սեպտեմբերի 3-ից 6-ը Հայաստանում անցկացված Շանթ 2015 հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումից անմիջապես հետո Ադրբեջանը հայտարարեց իր երկրում զորավարժության անցկացման մասին։ Ի հեճիկուց հայկական կողմի էր, թե նախապես ծրագրած։ Զորավարժությունները, առավել եւս լայնամասշտաբ զորավարժությունները, դրանք այնպիսի միջոցառումներ չեն, որ այսօր երեկոյան որոշեցի, որ զորավարժություն ենք անելու, վաղ առավոտյան զորավարժություն արվի, ասենք 60,000 անձնակազմով, այդպես չի լինում, այնպես որ համոզված եմ իրենք էլ նախորոք պլանավորած ինչ որ բան ունեցել են։ Այս պահին Ադրբեջանի գործողությունները փակուղային է գնահատում փորձագետը։ Եթե չնչին իսկ հույսեր ունենար թշնամին, որ կարող է պատերազմից պատվով դուրս գալ, շանտաժի շրջանակում չէր տեղավորի իր գործողությունները։ Իրենք պատերազմի չեն փորձում գնալ, որովհետև վախենում են պատերազմից, վախենում են զուտ նաև ֆինանսական առումով, քանի որ իրենց այդ հաջողակ բիզնեսը նավթի վաճառքի այն միլիարդները, որ Ալիևի ընտանիքը կուտակում է, այդ ամեն ինչը վտանգվելու է։ Ինչ վերաբերում է դիտորդական առաքելությանն, ապա փորձագետի համար նա խնդրել է մշտական ներկայությունը։ Կասպերչիկը, ասենք ամիսը 1-2 ամիսը 1 գնում է ինչ որտեղ, որտեղ մի քանի օր առաջ ինչ որ բան է եղել, այսինքն գնում են, ասում են այստեղ կրակոց չկա, բայց ինքը գնում է 2 ժամից նորից կրակոցները սկսում են։ Այսինքն խոսքը ավելի մոբիլ, ոչ գուցե այդքան տենց մասշտաբային ծանրակշիռ, հա, 6 ավտոմեքենայով գնան, 6 ավտոմեքենայով գան, այդ ոչ թե այդպիսի ծանր ինչ որ բարձր, հա, կամ ասենք մակարդակի մասին է, այլ խոսքը մոբիլ ինչ որ խմբեր լինեն, հա, դիտորդներով։ Հարձակվելով մեր սահմանների վրա Ադրբեջանը իր հերթին ունեցել է զգալի կորուստներ, ասում է Կարեն Վրդանեսյանը։ Քրիստինե Սուքիասյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։